Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Այն, ինչ տարիներ առաջ սկսվեց որպես սակավաթիվ նվիրյալների նախաձեռնություն, այսօր գուցե ընդլայնվել, դարձել է հայալեզու կրթական ու տեղեկատվական հետաքրքիր հարթակ։ Մենք այսօր կխոսենք հայերեն Վիկիպեդիայի ձեռքբերումներից, չենք մոռանա նաև խնդիրների ու մարտահրավերների մասին, հատկապես տեխնոլոգիական նոր, այսպես մարտահրավերների ժամանակաշրջանում։ Իմ հյուրը զրուցակիցս ավելի կոնկրետ Վիկիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր Մհեր Բեկարյանն է։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Հայկական Վիկիպեդիան 25 տարեկան է եւ դուք կանգնած եք այս կառույցի ակունքներում, շնորհավորում եմ ձեզ։ Քառորդ դար կարելի ասել անցել է, որոնք են հայկական Վիկիպեդիայի ամենամեծ ձեռքբերումները, այսպես սկսենք։ Վիկիպեդիան ձեռքբերումները կարելի ասել, որ ակնառու են, որովհետեւ երբ որ մենք սկսեցինք խմբագրել, իսկ իրականում հայերեն Վիկիպեդիան, որ իր այդ ստատուսը ձեռքաբերել 2003 թվականին, այսինքն 2001 թվականին ընդհանրապես Վիկիպեդիան առաջին անգամ դուրս եկավ հրապարակվել, 2001 թվականի հունվարի 15-ին, 2003 թվականին հայերեն Վիկիպեդիան, որտեղ լեզուներով են հայերեն, ինքը գրանցվել է եւ առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի կամ մայիսի 25-ից հունիսի 2-ի այդ շրջանում։ Եվ դա եղել է, այսինքն, մեկ հոդված, որի անունը վերնագիրը եղել է Հայաստան, եւ մեջ եղել է մեկ բառ Հայաստան տեքստը։ Այսինքն դա տենց ենք սկսել մենք։ Ինքը դեռից հետո է սկսել այդ որ կամած շատ դանդաղ իրականում մինչև 2008 թվականը կարելի ասել 2008 թվական 2009-ի սկիզբը նույն ոճով է գնացել եւ երբ որ անձամբ ես եմ միացել արդեն որպես գրանցված մասնակից սկսել եմ խմբագրել 2008-ի ամռանից, բայց ոչ որպես գրանցված եւ 2008-ի աշնանը արդեն երբ որ գրանցված մասնակից էի կար 3500 հոդված։ Այսինքն զուտ նայելու համար թե ինչա, քանի որ Վիկիպեդիան ինքը հոդվածներ են, հանրագիտարան, որը պետք է հոդվածներ ունենա, այսօրվա դրությամբ մենք ունենք 323,000 եւ ինչ որ տենց հաթավեր, որոնք այսինքն ինքը միշտ աճում է։ Միշտ կարելի է։ Դա լավ ցուցանիշ է ձեզ։ Ինքը իրականում վատ չի, որովհետեւ այն 330, տենց երկրների այդ լեզուների մեջ, այդքան լեզվով Վիկիպեդիա կա, մենք գրավում ենք 39-րդ հորիզոնականը, այսինքն 330-ի մեջ 39-ը դիստան վատ թիվ չի։ Իրականում այնտեղ լիքը լեզուներ կան, կարելի ասել, որոնք որ գրանցված են, մեծ մասը ունեն շատ քիչ հոդվածներ, մինչև 1000-ի ձգտող տենց հոդվածների քանակը մինչև այսօր տենց են, որտեղ իրականում գրանցված շատ լեզուներ կան, դրանք կան եւ ակտիվ լեզուներ, եւ մեռած լեզուներ, եւ կա արհեստական լեզուներով Վիկիպեդիա, այսինքն այդ բոլոր լեզուներով կա, եւ ունենք մենք 19 այսօրվա դրությամբ 19 միլիոնանոց Վիկիպեդիա, որը այսինքն ունի միլիոնից ավել հոդվածներ, որոնց մեջ երկուսը դրված են արհեստական բանականության, այսինքն բանի բոտերի կողմով են, միջոցով են, դա Սեբուանո լեզուն է, Ֆիլիպինների լեզուներից, եւ դա շվեդերենն է։ Այսինքն դա գրել են բոտերով։ Մենք այդ բոտերից, այսինքն հրաժարվել ենք, փորձարել ենք ժամանակին բոտերով ինչ որ հոդվածներ գրել, հիմնականում դա ինչ որ տենց մեծ թեմաներ էին, փորձում էինք դրանք ստեղծել այդ հոդվածները, որտեղ դատարկ էր, ոնց որ ասացի, Եվ առաջին տարիներին տենց փորձեր արեցինք, հետո զգացինք, որ դա ինչ որտեղ որակի վրա ազդում է, եւ մենք որոշեցինք, որ պետքա գրվի միայն մարդկային ուժի միջոցով հոդվածները։ Ու ինձ թվում է 330 եւ ավել, հազար հոդվածները դա վատ թիվ չի։ Թեև միշտ պետքա նայել որակին, այսինքն քանակը դա այդքան բան չի, եւ ասեմ ձեզ, որ sense երբ որ մենք նայենք հայերեն Վիկիպեդիայի պատմությանը, կտեսնենք, որ առաջին տարիներին մեր մոտ sense ավել շատ հոդվածներ էին գրում տարեկան, Այո։ Որովհետև ակտիվ, ասենք, դատարկ տարածքը ավելի շատ էր, մեծ էր, շատ հեշտ է գրել 365 հոդված տարվա օրերի մասին, դա շատ արագ է գրում, եւ հետո կամաց լրացնում, իսկ դժվար արդեն լուրջ թեմաների մասին եւ մեծ հոդվածներ։ Եթե մենք նայենք մեր հայերեն Վիկիպեդիայի
հոդվածների թվերը մենք տարեկան այս մի քանի վերջին տարիներին ստաբիլ ստեղծում ենք մոտավորապես 12000, այսինքն ամսական մոտ 1000 հոդված է մեր մոտ ավելանում եւ բայց կտեսնեք որ մի փոքր պակասում է այն նախորդ տարիների համեմատությամբ, քանի որ մեր մոտ հիմա հոդվածները մի քիչ քչանում են, բայց իրանք մեծ հոդվածներ են, հա, այսինքն իրանք արդեն լիարժեք հոդվածներ են լինում եւ մենք փորձում ենք Վիկիպեդիան դա այդ ուղղությամբ նախ եւ առաջ հոդվածներ գրել, հետո մենք փորձում ենք նախագծեր ենք անում տարբեր, որպեսզի մենք կարողանանք բարելավել եղած հին հոդվածները։ Իսկ որ ոլորտն է, որը ամեն դեպքում մի քիչ ավելի պակաս է եւ բաց կա այդտեղ։ Ну, ինձ թվում է տեխնիկական, հա, այդ եւ բանի, այսինքն գիտական հոդվածների, այսինքն, չգիտեմ, մաթեմատիկա, ֆիզիկա, ինչ որ այդպես թեմաներով, իրանք ինձ թվում մի քիչ պակաս ունենք մենք, այսինքն, եւ պակաս ունենք խմբագիրների։ Եթե մենք ունենք խմբագիրներ, որոնք որ պատրաստ են, հա, աշխատել մնացած թեմաներով, հումանիտար հոդվածներ, անձանց մասին, պատմության մասին, այդ գիտական հոդվածները մի քիչ ավելի, այսինքն, հա, տեխնիկական հոդվածներն ավելի քիչ են իմ կարծիքով։ Իսկ ընդհանրապես ինչպես է զարգացել կամավոր խմբագրի այդ մշակույթը, այդ մասին կուզեի խոսեինք, որտեղ ինքը շատ հետաքրքիր մշակույթ էր, որը ներդրվեց, իսկ հիմա մի քիչ ինչ որ բան փոխվել է, կարծում եմ թե։ Ну, բնականաբար պետք է փոխվի, այսինքն եթե մենք խոսենք հենց այդ կամավորության մասին, դա հենց գնում է ակունքները Վիկիպեդիայի, որովհետև երբ որ 2001 թվականից առաջ կար Նուպեդիա, այդպես կայք կար, որը որ նույն մարտիկ, հա, ովքեր որ ստեղծել են Վիկիպեդիան, իրենք փորձեցին վճարովի անել, մեկ տարվա ընթացքում 74 թե 75 հոդված եղավ վճարովի, մարդիկ դրանց վրա մտածում էին, հոդվածներ էին ստեղծում, քննարկում էին պետքա դրվի թե չէ, եւ այստեղ առաջ եկավ այն միտքը, որ պետքա դա կամավորությունը, հա, նույնիսկ եթե բան անենք գրականությանը գնանք Թոմ Սոյերի պատներկելու պատմությունն է, այստեղ որ այդ մարդիկ ավելի շատ ոգևորվում են, հա։ Կհիշեցնեք, ես չեմ հիշում Թոմ Սոյերի։ Բանի, հա, Մարկ Տվենի մոտ կա Թոմ Սոյերը, որ պատն է ներկում, հա, իրանց աշխատանք են տվել, որ ինքը պետք է այդ պատը ներկի, գալիս են սկսում են ձեռ առնել կողքից, այսինքն ես ինչ ես անում, ազատորը պետք է պատ ներկես, բան ինքը ասում ասենց լուրջ գործային են պատվիրել բաման, այնքան անում, որ բոլորը սկսում են կամաց գալ, ինչ որ բան են տալիս իրան, որ այդ պատը ներկեն, հա։ Այսինքն ներգրավելու ինչ որ բանն է։ Այսինքն այդ սիստեմով ոնց որ երբ որ մենք սկսեցինք խմբագրել, մարդիկ տեսան, որ հնարավորություն ունեն նախ եւ առաջ, հա։ Իրենք նայեք Վիկիպեդիան, մենք որ խոսում ենք Վիկիպեդիա, դա միայն հայերենը չի, որտեղ սա գլոբալ, հա, նախագիծ է։ Եվ այդ լրիվ նախագծի մեջ շատ նման են իրար, այսինքն մենք աշխատում ենք մի ձևով, մի հարթակում եւ հիշեցնեմ, որ կանցնենք այդ թեմային, մենք ունենք նաեւ քույր նախագծեր։ Այսինքն մենք ունենք նկարների, վիդեոների, հա, այսինքն դες շտեմարան ունենք, մենք ունենք տարբեր տվյալների շտեմարաններ ունենք, մենք ունենք քաղաքացիների կայք ունենք, մենք ունենք Վիկիդարան, որտեղ գրքեր են դրվում, հա, եւ տենց տարբեր նախագծեր կան, որոնք բոլորը գալիս են օգնելու։ Իրականում դա Վիկիպեդիայի վիքի նախագծերն են, որտեղ որ այդ բուրգի գագաթին միշտ գտնվում է Վիկիպեդիան, որտեղ այնտեղ հոդվածներ են, այդ բոլորը գալիս են սատարելու, օգնելու, հա, այս Վիկիպեդիային։ Եվ այդ ամեն ինչի բանով մարդիկ սկսեցին այդ բոլոր տեղերում աշխատել, որտեղ շատ մարդիկ կան, որ Վիկիպեդիայի մեջ չեն աշխատում, բայց իրանք վիկի տվյալներ են անում, մարդիկ լուսանկարներ են անում, մենք ինքներս ունենք մեծ թվով մասնակիցներ, որոնք որ լուսանկարում են, որտեղ դրա համար մենք նաև այդպես նախագծեր ունենք, կարելի է դրա մասին խոսել, եւ այդ մարդիկ սատարում են վիկի նախագծերին։ Այս ամբողջի արդյունքում, այսինքն մարդիկ նաև ունեն ինչ որ, հա, ինքնահաստատվելու բան կա, մարդիկ սիրում են, հա, եւ պետքա մի փոքր ուղղակի բան մարդկանց պետքա գնահատել, մարդկանց պետքա անել, ինչ որ մենք անում ենք մեր նախագծերի, մեր ամեն ինչի արդյունքում։ Օրինակ, եթե մենք հաշվի առնենք, որ 5 օր առաջ, ամսի 15-ին կներեք, հայերեն այսինքն Վիկիպեդիայի ցանցանորներ մենք տոնում էինք, մենք այդ ամեն տարի ընտրում ենք լավագույն խմբագիր, լավագույն նորեկ խմբագիր, այսինքն տես բաներ ունենք, տարբեր անվանակարգեր ունենք, որը որ գնում է դրան խթանելու այդ մարդկանց այսինքն ինչ չափանիշներով եք ընտրում լավագույն խմբագիր օրինակ։ Նայեք, այստեղ խոսքը գնում է թե մարդը ինչ նախվայ ինչ կանա խմբագրում, հա, որտեվ ինչպես է խմբագրում եւ նրա ակտիվությունը նաեւ մնացած վիքի կյանքում, հա, այսինքն որտեղ Վիկիպեդիան, այսինքն դեն չի որ դու հոդված մտար, գրեցիր եւ դուրս եկար։ Այստեղ այսինքն այնտեղ քննարկումներ են գնում, ինչ որ բաներ են լինում, կան լիքը փոքր բաներ, որոնք որ հոդված չեն, այսինքն կաղապարներ ստեղծել, կատեգորիաներ ստեղծել, ինչ որ բաներ անել, ակտիվություն ցույց տալ, հա, այսինքն տարբեր մարդկանց օգնել, այդ ամեն ինչը ոնց որ իմիա գալիս եւ տենց մենք այսինքն ինչ որ ընտրում ենք մեկ անց, այսինքն դա մեր մոտ արդեն
երևի 15 թվականից, այսինքն այդ բանը կա եւ իստում է Այո։ տանիպես խթանում։ Հաճախ նշվում է, որ հոդվածների քանակը միշտ չէ, որ համապատասխանում է որակին։ Ես կուզեի որակի մասին էլ նույնպես խոսենք եւ խոսենք առհասարակ Վիկիպեդիայի հեղինակության մասին, որը հենց պայմանավորվում է որակով այսպես բովանդակություն ստեղծելուն, որը միշտ չի, որ համապատասխանում է այսպես իրականությանը, արդյոք աշխատանքներ տարվում է եւ ինչպես է այսօր վերահսկվում ընդհանրապես տեղեկատվության ճշգրտությունը։ Դա միշտ եղել է այդ խնդիրը, այսինքն կապ չունի, հա, եւ բոլոր լեզուներում, բոլոր հա Վիկիպեդիաներում, եթե չլիներ, այսինքն եթե ամեն ինչ մենք լավ գրածել լինեինք ու լրիվ լիներ, այսինքն, հա, այսինքն բան չէր լինի անելու։ Այսինքն մենք միշտ աշխատում ենք, ձգտում ենք այն որակը ստանալ։ Որակը ստանալը կապված է միայն մի բանից, Վիկիպեդիան ինչի վրա է հիմնված, աղբյուրների, հա, այսինքն պետք է ունենան կուռ աղբյուրներ, այսինքն պետք է ունենան ազատ աղբյուրներ, որոնք պետք է լինեն հեղինակավոր աղբյուրներից, դրանք։ Այսինքն մեր մոտ չեն աշխատում, հա, սոցիալական ցանցերը, բլոգները, այսինքն տարբեր դեղին մամուլը չի աշխատում, հա, ինքնահրատարակությունները չեն աշխատում, ինչ որ շատ կա այսօր ադրությամբ։ Օրինակ ներեցեք, որ ընդհատում եմ, եթե դուք վերցնում եք կոնկրետ հոդվածը եւ թարգմանում եք, արդյոք ստուգում եք հավաստի է տվյալները, թե ոչ։ Բնականաբար, երբ որ հոդվածը թարգմանում ենք այլալեզու Վիկիպեդիայից, հա, որը մեր մոտ կա, այս մենք ես նայում եի երեք ստուգում էի, մենք 145,000-ի չափ հոդված մեր մոտ թարգմանած ունենք այլ լեզուներից։ Ընդ որում տարատեսակ լեզուներից, որտեղ գերազանցությունը, այսինքն անգլերեն Վիկիպեդիան է, ռուսերենը, հա, եւ մենք միշտ նայում ենք, որպեսզի, այսինքն առաջնահերթ բանը, որ պետքա թարգմանես, դու պետքա նայես, որ հոդվածը լինի լավ հոդված, նորմալ հոդված, հա, ունենա աղբյուրներ։ Ամբողջ տեքստը, որտեղ դու տեղափոխում ես, դրա մեջ պետքա բոլոր կետերը պետքա ունենան իրենց աղբյուրները։ Վիկիպեդիայում դա շատ կարեւոր է, ու մենք այդ աղբյուրները դնում ենք ամենավերևում եւ բոլորը այդ բանը գիտեն։ Եթե աղբյուրներ չունի, ավելի լավ այդ sense բան կա, ավելի լավ է չբերես այդ տեքստը, եւ եթե վատ ես թարգմանում, sense բան կա, ասում եմ, եթե վատ է թարգմանած հոդվածը, ավելի լավ է ինքը չլինի։ Այո։ Եվ եթե դուք մտնեք մի քիչ ակտիվ Դա նայեք, ձեր սկզբունքներն է, թե առհասարակ դա Վիկիպեդիայի սկզբունքներն են, այս դեպքում, եւ երբ որ դուք մտնում եք հոդվածները նայեք, տեսնում եք, որ շատ հոդվածներ պիտակված են, հա։ Այսինքն երբ որ մարդը մտավ եւ առանց աղբյուրի հոդված գրեց, մենք այսինքն առաջնահերթ մտածում ենք, որ այդ մարդը չգիտի, որ պետք է աղբյուրներ դնի եւ ինքը չի դրել կամ չի թարգմանել եւ զգուշացում ենք տալիս։ Այսինքն զգուշացումը պիտակվում է հոդվածը, այնտեղ իրան նամակ է գնում այդ մարդուն եւ այդ մարդը մեկ շաբաթ ժամանակ ունի ավելացնելու աղբյուրները, հա, որակը բարձրացնելու թարգմանության որտեղ այդ խնդիրներ կան, եթե ոչ հոդվածը ջնջվում է արդեն։ Այսինքն մեր մոտ բավական հոդվածներ եւ գալիս են ուշադրություն կարող դարձնել, որ այդ հոդվածը ինչ որ ժամանակ հետո արդեն չկա, որտեղ իր որակի պատճառով ջնջվել է։ Շատ լավ, արդյոք ունենք բավարար քանակությամբ նաև մասնագետներ, թեկուզ օրինակ խմբագիրներ, այսինքն մասնագիտական ոլորտներից նեղ իրավաբանություն, բժշկություն, մշակույթի, նաև արվեստի, այսպես շատ նեղ, այսպես մասնագիտական դաշտից, թե հիմնական բեռը սիրողական խմբագիրների ուսերին է։ Ընդհանրապես տարատեսակ է, շատ տարատեսակ է մեր մոտ, այսինքն այդ բանը, խմբագրողների կազմը, եւ մենք ունենք պատմաբաններ, որոնք որ չեն սիրում պատմության մասին գրել, հա, իրանք ուզում են գրել, չգիտեմ, օպերայի մասին, օրինակ, հա։ Եվ ունենք տարատես մարդիկ ունեն, հա, ես ունեմ, չգիտեմ, մասնակից կա, որ գրում է միայն, այսինքն կոսմիկական ինչ-որ բաների մասին, տիեզերքի մասին, բայց այստեղ շատ բան կա, մենք Վիկիմեդիա Հայաստանը արդեն ստեգա մեր կազմակերպությանը, որը որ կազմակերպում է տարբեր նախագծեր։ Մենք միշտ նախագծեր ենք անում տարվա մեջ, մի քանի տարբեր նախագծեր, որոնցից մի մասը արդեն ոնց որ շարունակական են գնում, մի մասը դրանք ամեն տարի նոր են հայտնվում, նոր մարդկանց, նոր խմբերի հետ շփումի արդյունքում մենք փնտրում ենք, այսինքն մենք հասարակական կազմակերպություններ կան, որոնք որ ինչ որ ուղղվածություն ունեն, այսինքն իրավունքի, հա, այսինքն ինչ որ կազմակերպություն կա, որը որ ունի մարդու իրավունքների, հա, բանով, ու մենք աշխատում ենք իրանց հետ։ Իրենք նախ եւ առաջ մեզ տրամադրում են մասնագետներ, որոնք որ եթե որ մենք նախագծի արդյունքում ստեղծված հոդվածները իրենք նայում են եւ
տալիս են որոշակի, հա, այսինքն կարող է այս հոդվածը մնալ, թե չի կարող մնալ։ Երկրորդ իսկ կան ոլորտներ, որոնք ձեր ամենաթույլ այսպես տեղերն են, որոնք անընդհատ վերանայումների եւ կոնֆլիկտների առիթ են ստեղծում։ Կոնֆլիկտներ, չգիտեմ, կոնֆլիկտների Օրինակ պատմությունը, շատ հաճախ պատմությունը վերանայումների, հատկապես մեր վերջին շրջանի պատմությունը անընդհատ վերանայումների եւ վերաձևակերպումների, նաեւ վերաիմաստավորման այսպես խնդիր կա։ Վիկիպեդիան պետք է անկախ տեսակետ ունենա, հա, միշտ, այսինքն մեր համար կարևոր չի։ Այս կողմ թե այն կողմ, այսինքն պետք է լինի անկախ։ Եթե դու տալիս ես մեկ կողմը, այսինքն ժամանակակից պատմությունը մեջ շատ կան, այսինքն մի քանի կարծիքներ կան, դուք մենք պետք է պարտավոր ես հոդված գրողը, պարտավոր է երկու կարծիքներ ներկայացնել, ասել որ այս մի խումբը սենց են մտածում, այս մի խումբը սենց են մտածում, այսինքն եւ սենց բան կա Վիկիպեդիայի այդ հիմնական բաների մեջ, որ եթե դու հոդված ես գրում եւ պետք է մի հատ փոքր մտածես, հա, գրելուց առաջ, այդ հոդվածը 5 տարի հետո հետաքրքրություն կներկայացնի, թե չէ։ Դա դες բան կա։ Այսինքն այս միջադեպը, որ այսօր մեզ թվում է, որ սենց ինչ որ ինքը բան է, հա, դա 5 տարի հետո ակտուալ կլինի, թե չէ, ինչ որ մեկը կհիշի դրա մասին, կուզենա լսել, կարդալ։ Այսինքն դա պետք է միշտ մտածվի եւ բանարվի։ Ինչը ինքը ակտիվ է սոսկալի, հա, Վիկիպեդիան։ Ես նայում եմ 338 միլիարդ խմբագրում կա, այսինքն, հա, այս տարիների ընթացքում։ Այսինքն երբ որ դուք նայեք հաշվիչը ոնց է աշխատում, ասենց 20 վայրկյանը մեկ կարծեմ թե ինչ որ հոդվածներ են, անդադ իրար վրա շղթալ են գալիս են։ Այսինքն այդ ամեն ինչի մեջ բնականաբար զտումը դա ժամանակի հարց է։ Նույնը մենք ունենք նաև զտում նկարների, հա, լուսանկարները, բան որ բեռնվում են, հետո ինչ ժամանակ էր հետո մարդիկ անդրադառնում են ու սկսում են մաքրել այդ ամեն ինչը։ Նույնը հոդվածները մենք փորձում ենք բարելավել եւ նույնը կարելի ասել, տեսեք պատմության համար եք ասում, մենք ոսոր պատմություն հիմա սկսել ենք ու փորձում ենք գալիս ենք հյանի հնուց, վերցրել ենք օրինակի համար արշակույններից։ Թեման ենք վերցրել, փորձում ենք այդտեղ այսինքն մասնագետների ենք անում պատմության, հա, բուհի հետ ենք աշխատում, ուսանողներ, գրականություն են իրանք տալիս, հա, իրանք ստուգելու են այդ ամեն ինչը եւ այսինքն մենք այսինքն վերջում հույս ունենք, որ այսինքն ինչ որ ժամանակ հետո այդ հոդվածները կլինեն արդեն համարյա թե կարելի ասել իդեալական։ Այսինքն այսենց կամած վերցնում ենք տարբեր թեմաներ, աշխատում ենք օրինակի համար կենտրոնական բանկի հետ ֆինանսատնտեսական հոդվածներ են գրում արդեն քանի երրորդ տարին է մենք այդ ֆինանսատնտեսական իրանք թեմաներ են տալիս, ընդ որում տալիս են, հա, շատ sense հետաքրքիր թեմաներ, որոնք մարդկանց հետաքրքրում է, որտեղ այսինքն ֆինանսները միայն sense զուտ բան չեն, էլի։ Այսինքն այնտեղ կան ֆինանսական խաբեություններ, կա, որ դրանց մասին կարելի է գրել, որ մարդիկ իմանան, կան տարբեր թեմաներ, ամեն տարի ինչ-որ մի հատ թեմա ենք վերցնում եւ դրա շուրջը աշխատում ենք։ Նույնը ինտերնետ հանրության հետ, հա, մենք աշխատում ենք արդեն 7-րդ տարին երևի եւ նույնպես ամեն տարի հետաքրքիր բան ենք վերցնում, այսինքն ամենից պարզ բանը, որ մենք մտածում են, որ ինչ-որ բան չի, այսինքն այդ .am.com, այսինքն այդ թվերը, չէ՞։ Օրինակ այս տարի արեցինք կետից հետո աշխարհ կետից հետո։ Դա ինչ էր նախագիծը։ Այսինքն նախագիծ, որը վերաբերվում էր հենց այդ ազգային դոմեններին, այս ոչ միայն ազգային դոմեններին, հա։ Եվ այդ արդյունքում, այսինքն մենք գրեցինք հոդվածներ, հա, այսինքն այդ բոլոր այդ դոմենների մասին, դրանց պատմության մասին, որտեղ sense նայում եք, թեմա թե ինչ կարող է հետաքրքիր լինել, այսինքն կետ, չգիտեմ, ինչ որ մի քանի տարից է հետո, հա։ Բայց այսինքն դրա մեջ շատ հետաքրքիր բաներ կան։ Այսինքն միշտ կարելի է գտնել հետաքրքիրը, միշտ կարելի է փակել այդ թեման, այսինքն մենք ասես նայում ենք այդ ում հետ որ աշխատում ենք, իրանց մոտ բավականին լավ մակարդակ է եւ մենք անգամ գրում ենք, երբ որ դու գրում ես թարգմանում ես հոդվածները տարբեր լեզուներից, դու տեսնում ես որ այս հոդվածը ինչ որ ես թարգմանում եմ, հա, շարք ես տալիս, մարդկանց ցանկ ես տալիս, դրանք միայն անգլերենում կան, ասենք լավագույն դեպքում։ Շատ անգամ այդ հոդվածները չկան նաեւ անգլերեն Վիկիպեդիայում, մենք հոդվածներ ենք գրում զուտ մասնագիտական կայքերից։ Այսինքն մասնագիտական կայքում կա, մենք գրում ենք եւ դա լինում է առաջին հոդվածը ընդհանրապես բոլոր վիքիներում։ Այսինքն դա ագին ինչ որ առաջընթաց է իմ կարծիքով։ Ես այսպես բացերից մեկն էլ ինքս եմ նկատել, որ ասենք օրինակ գեղարվեստական գրականության մեջ հայտնի ստեղծագործությունների սյուժեները կամ այդ ստեղծագործությունների մասին տվյալներն են այդպես կարծես թե պակասում։ Հա, մենք հույս ունենք, որ դա այդքան շատ չի, բավական ունենք, որ ասեմ, դες, հա, բավական ունենք, մենք աշխատում ենք եւս մեկ համագործակցություն, հա, ազգային գրադարանի հետ, հա։ Այսինքն մենք աշխատում ենք, նույն հիմնականում դա գրադարանների վրա գնում, այս գրադարանավարության խնդիրներ ենք լուծում, այսինքն ամեն տարի ինչ որ նոր հարցեր են բարձրանում։
Գրադարանավարները իրենք են գրում, իրենք են։ Գրադարանավարները գրում են գրադարանների մասին, ինչ որ ստեղծագործությունների գրադարանական մեծ ներդրում ունեցող անձանց մասին են գրում այդ բանում։ Եվ այդտեղ մենք ունենք, այսինքն իրենցից շատ հետաքրքիր է, որտեղ էլի ամեն տարի փորձում ենք ինչ-որ մի հատ նոր թեմա գտնել եւ ինչու՞ չէ, լավ միտք է, կարելի է դրան, եթե գտել եք որ գրքերի մասին չկա, կարող ենք շարունակել։ Ուղղակի դա մեծ հսկայական մեծ օվկիանոս է դա էլի, հա։ Եկեք խոսենք նաեւ առհասարակ մարտահրավերների մասին, օրինակ թե ինչպես է ազդում արհեստական բանականության զարգացումը Վիկիպեդիայի վրա եւ արդյոք դա օգնական դեր է կատարում, թե սպառնալիք է ինչ որ իմաստով։ Ինքը նորություն է, հա, լրիվ sense, որը շատ արագ աճող նորություն է, որակը սոսկալի փոխվում է, որտեղ եթե մենք խոսենք մի քանի տարի առաջ, այսինքն մի քանի տարի առաջ մենք դիմում էինք Վիկիպեդիայի օգնությանը, իսկ այսօր ավելի հաճախացել է արհեստական բանականությանը դիմելը։ Այո, ճիշտ եք, որովհետև երբ որ մենք խոսում ենք, հա, մենք ինքներս ենք նկատել, որ դիտումների քանակը ոչ միայն հայերեն, այլ բոլոր վիկի նախագծերում իրենք պակասել են։ Ինչի համար։ Եթե արդ ձեր ասածով մտնում էր, հա, Վիկիպեդիա գտնում էր, հիմա բանով, հա, ինչ որ արհեստական բանականությանը հարց է տալիս, ասում է, սրա մասին ինչ կասես։ Ինքը բերում է առաջինը Վիկիպեդիան, այսինքն ինքը մտնում է Վիկիպեդիա եւ բերում է։ Դա չի ֆիքսվում, հա, այսինքն ինքը իր հիշողության մեջ ունի եւ քեզ հրամցնում է։ Դրա պատճառով, բայց դա չի նշանակում, որ այսինքն Վիկիպեդիան չի օգտագործվում։ Վիկիպեդիան ես էլի կուզեի ասել, որ այսօրվա դրությամբ պետք է ուշադրություն դարձնեք տարատեսակ կայքեր, հա, տարատեսակ բաներ, բոլորը վիկի աղբյուրներ են բերում, ինչը որ առաջ չէին բերում։ Երբ որ մարդկանց մասին ենք խոսում, հա, մտեք սոցիալական ցանցերը, բան, շատ մարդկանց մասին, Վիկիպեդիայից կոպի արած հոդվածներն են տեղադրում, հա, այսինքն եթե ինչ որ մեկ ուզում է մարդու մասին խելոք բան գրի, ինքը վերցնում Վիկիպեդիան դնում է առանց հիշատակելու որ դա, բայց մենք տեսնում ենք, որտեղ շարադրանքը եւ այլ նմանած բաներ մեզ հուշում են, որ տենց է, այսինքն օգտագործում են դա։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, իրենք եւ ունեն օգտակար բաներ եւ բան։ Մեր մոտ օրինակ վիկի նախագծերում օգտագործում են տարատեսակ բոտեր, որոնք այդ արհեստական բանականության վրա են, որոնք որ ինչ որ թերություններ են գտնում, վիճակագրություն են հանում։ Եվ դա օգտակար է։ Դա շատ օգտակար է, այսինքն իրանք շատ արագացնում են աշխատանքը։ Թարգմանական գործիքներ ունենք, այսինքն կիսա ավտոմատ գործիքներ ունենք, որոնք որ ձեզ միանգամից բերում են տեքստերը թարգմանած տարբեր լեզուներով դու կոճակը սխվում ես, եթե ասենք մի 5 տարի առաջ հայերենի մասին, հա, ինչ որ տենց բանով ձայն խոսում էին, հիմա հայերեն քեզ բերում է տեքստը, ուզում ես բելարուսերեն կբերի կամ ինչ լեզվով, իր համար մեկ է։ Բայց դա բոլոր դեպքերում արհեստական բանականություն է։ Ինքը նախ եւ առաջ հնարում է, հա, ինքը մեծ ֆանտազիա ունի ինքը եւ ինքը սիրում է ինչ որ բաներ հնարել, աղբյուր ես ուզում, եթե ինքը աղբյուր չի գտնում, ինքը քեզ կարող է տենց աղբյուր հրամցնի, որը որ դու կզարմանաս։ Անհավանական ացումներ է ինքը հրամցնում, այսինքն բոլոր դեպքերում վիկի բոլոր նախագծերում ոնց որ տենց կանոն կա, արգելված է, նու մարդիկ չեմ ասում որ չեն օգտագործում մարդիկ, բայց արգելված է, այսինքն բոտերով, բաներով արհեստական բանականության միջոցով հոդվածներ գրել, որտեղ ինքը բանան։ Ուրիշ բան է որ դու եթե արհեստական բանականությունը քեզ հրամցնում է թարգմանական, դու մարդը պետք է անպայման աշխատի։ Եվ դուրս հասկացող մարդը, հա, որտեղ մենք տեսնում ենք, եւ ինչ որ բանը, հա, բժշկական են թեմաները, մենք ընդունում բժշկական բան ենք, հա, ամեն տարի աշխատում ենք բժիշկների հետ, այս տարի նույնպես կլինի, եւ որ դու այդ հոդվածները տեսնում ես, որ բան են, միանգամից երևում է թե ով է, նախ բժիշկը ստուգում է եւ հասկանում է, որ այդ բառերը, հա, այսինքն ինքը ուղղակի տերմինների հետ կապված տերմինները, հա, ինքը ասենց շատ ազատ է, հա, երբ որ ինքը բանա, ինքը կարող է տենց նենց բաներ գրի, որ չիմացող մարդու համար դա թվում է որ ինչ որ լավ որակ է, բայց իրականում բժիշկը նայում է միանգամից հասկանում է։ Դրա համար միշտ պետք է միշտ վերահսկումը, որ դուք ասում եք, հա, մասնագետների վերահսկումը պետք, հասկացող մարդու, հա, այսինքն որ ով որ կարողանում է դրանից բանել ցանկացած թեմայի շուրջ, այսինքն մենք երբեք պետք է առայժմս այսօրվա դրությամբ արհեստական բանականությունը ինքը ազատ չի կարող լինել։ Բայց ինքը ասում եմ բավական լավ բաներ կարողանում է մեզ առաջարկել։ Այսինքն դրա մասին խոսակցություն գնում է բոլոր վիկի, այսինքն հանդիպումների ժամանակ մտածում են մարդիկ թե արժի արդյոք ինչ որ ազատություն տալ, ինչ որ քանակով բանով, բայց դա դեռ առայժմս չէ։ Եվ եթե խոսենք զարգացումների մասին, տեսեք յուրաքանչյուր ոլորտ յուրովի զարգանում է այս տեխնոլոգիական զարգացումների հետ զուգահեռ դուք հատկապես որ ինչը կշեշտեիք եւ ինչը կկարևորեիք մեր ժամանակներում ինչի մասին գրել, հա Վիկիպեդիայի, հա
ինձ թվում ինքը հանրագիտարան է, իմ կարծիքով ինքը մի հանրագիտարան չի, հա, չեմ կարող ասել, բժշկական հանրագիտարան է, դա տեխնիկական հանրագիտարան է։ Կան այդպես նոր մոտեցումներ։ Եվ մենք միշտ դրանով գլուխ ենք կովել, այսինքն երբ որ Wiki բառարան ունենք մենք միշտ դա ենք ասում, որ երբ որ դու բացում ես Wiki բառարանը, դու մեկ էջում տեսնում ես եւ տարատեսակ լեզուներից թարգմանությունը, եւ հոմանիշները, եւ հականիշները, եւ բացած, այսինքն սկզբում ամեն ինչը մի էջում է մեր մոտ, հա։ Այսինքն այդ գաղափարը, որ պետք է հավաքել, կուտակել միտեղ, դրա համար մենք միշտ աշխատում ենք տարատեսակ, էական չի թե ինչ վերցնես, կարևորը որ եթե որ մարդիկ ինչ որ մի բան փնտրում են, հա, դա գտնեն։ Եվ փնտրումների համար ասեմ, որ մեր մոտ օրինակ շատ մեծ արդեն դեր ունի, մենք զգում ենք դա կրթական բանի համար, որտեղ երբ որ դպրոցներում բաներում շատ են տալիս եւ եթե բացեք հայերեն Վիկիպեդիայի, հա, ամենաընթերցված հոդվածները, դրանք հայկական թեմաներ են նախ եւ առաջ, հա, հետո գալիս են ինչ-որ թեմաներ, բայց ամիսից ամիս մենք տեսնում ենք մեր պատմությունը ոնց է կերտվում, հա։ Երբ որ մի բան կատարվում է, չգիտեմ, ասենք, հա, միանգամից դրա մասին են վերում, այսինքն փնտրողների քանակը միանգամից բարձրանում է պատմության հետ։ Այսօր ինչ որ մի բան խոսվեց, հա, մեր երկրի կենտրոնական ամբիոններից, դրա մասին միանգամից բարձրանում է որոնները։ Իդեպ մի բան էլ հարցնեմ, երկրի կենտրոնական ամբիոններ ասացիք, հիշեցի, որ ընդհանրապես մեր տարածաշրջանը շատ զգայուն է տեղեկատվական պատերազմների հետ կապված, այդ առումով դու Վիկիպեդիան կարողանում է չեզոք տեսակետը պահել կամ ասենք կարողանում է արդյոք այդ մարտահրավերներին դիմակայել։ Հա, միայն չեզոք պետք է լինենք, հա, որտեվ ստեղ այն չի, որ այսինքն ինչ որ մեկը որ հակաբան է գրում, հա, այսինքն դրանք պետքա նայել, այլև նաև այդ կողմը, այսինքն պետքա դու լինես լիովին չեզոք։ Եվ ինչ որ մի բանի այն որ քո սիրտը կպած է դրան չպետք է գովաբանություններ գնան եւ հակառակը չպետք է լինի։ Այսինքն մենք փորձում ենք դա անել եւ իմ կարծիքով անում ենք։ Այսինքն այդպես թեմաները սովորաբար եթե վիճաբանություն լինում է ինչ որ, այսինքն մեկ դրանց շուրջն է լինում, որ այսինքն sense գրել թե նենց գրել թե ինչ անել, այսինքն մենք միշտ այդ բանին ենք գնում, որ պետքա լինի եւ պետքա լինի այսինքն աղբյուրներով։ Եթե ինչ որ մեկը մի բան ասել է, էմոցիոնալ ֆոնը ստեղ պետքա լիովին բացակայել։ Լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, շատ հետաքրքիր է թե օրինակ հնարավոր է եթե ընտրենք ինչ-որ մեկ հիմնարար փոփոխություն Վիկիպեդիայի կյանքում, ընդհանրապես հայկական հենց թվային տիրույթում, որը կլիներ ըստ ձեզ, որը կբարելավեր վերջնականապես Վիկիպեդիայի վիճակը եւ դուք որը կընտրեիք։ Իմ կարծիքով շատ կարևոր բան կա, որ այսինքն կրթական, հա, ծրագրերում, կրթական ինչ որ այդ ոլորտում Վիկիպեդիան ինչ որտեղ գնահատվեր, որտեղ ինքը բոլոր դեպքերում ինքը աշխատող է, հա, բոլորը իրանից վերցնում են, բոլորից իրանք օգտվում են, բայց եթե դուք կրթական ինչ որ հարցնում եք, ասում են, չէ, Վիկիպեդիան դա աղբյուր չի։ Այսինքն երբ որ դասատուները, հա, դա պետքա սովորեցվի մարդկանց, որտեղ մեր համար մենք գնահատում ենք ոչ միայն գրողներին, մենք միշտ խոսում ենք, տեսեք, ստեղծողների մասին, բայց շատ կարևոր է թե քանի հոգի են դրանից օգտվում։ Այսինքն մարդը որ կարողանա ճիշտ օգտվի դրանից եւ այդ բանը կա որ մենք միշտ ասում ենք սա հանրագիտարան է ժողովուրդ սրան պետքա դուք կարդաք ստուգեք որտեղ աղբյուրներ այսինքն միշտ պետքա ստուգել անգամ այն փաստը որ ինքը Վիկիպեդիայում կա դա 100%-անոց գարանտիա չի որ դա տենց է այսինքն մենք գրել ենք մենք ստուգել ենք բայց դուք նույնպես կարող եք ստուգել այսինքն լավագույնը կլիներ դպրոցների հետ կրթական հաստատությունների հետ համագործակցությունը այո կրթական համագործակցություն իրանց հետ աշխատելը Եվ նաև համալսարանների բարձրագույն Երբ խոսում ենք կրթական հայինքը բոլոր մենք իրականում աշխատում ենք, ես ուղղակի արագ ասեմ, որ մենք աշխատում ենք նաև մի քանի համալսարանների հետ եւ ասենք հա մեր մոտ պետական համալսարանն է, Բրյուսովն է, դա այսինքն Իջևանի համալսարան, մանկավարժական համալսարան, այսինքն այդ բոլորի հետ մենք աշխատում ենք եւ իրենք ունեն իրենց բազմաթիվ ուսանողներ, ես կարող եմ բազմաթիվ ասել, տարեկան, հա, եւ տարեկան պրակտիկան են անցնում մեր մոտ Սովորում են, գրում են հոդվածներ, են քանակով ինչ որ իրանք տալիս են, դա կապված է այս մասնագիտականի հետ, հիմնականում լեզվականն է, պատմություն, գրականություն, այդ բոլորը գրվում է եւ մենք աշխատում ենք։ Շատ լավ, առաջիկայում եթե ունեք որևէ ծրագիր, նախագիծ, որի մասին կուզեիք բարձրաձայնել, շատ կարճ 1 րոպե եթե Շատ կարճ ասեմ, այս շաբաթօրը մենք արդեն սկսում ենք մեր մոտ բժշկական վիկի ճամբար, հա, որին ներգրաված են 18-ից 35 տարեկան, հա, մասնակից բժիշկներ, որոնց մենք սովորեցրել ենք, դասընթաց են կարել իրանց հետ, ովքեր որ չգիտեին, ովքեր գիտեին, արդեն կմիանան ու մեկ շաբաթ կլինի
խմբագրություններ, հուսով եմ որակյալ եւ բազմաթիվ, դրանից հետո մեր գարունը sense լրիվ լեցված է, որտեղ մեր մոտ իմ ասած այդ պրակտիկաներն են սկսում, հա, մենք սկսում ենք տարբեր ֆինանսատնտեսական, տարբեր մեր մոտ sense որ սկսում է հիմա արդեն ոնց որ միջև ամառվա կեսը, երբ որ արդեն սկսում ենք երեխաները գնում են հանգստի, սկսում ենք աշխատել իրանց հետ։ Շատ լավ, շնորհակալություն թերևս այսքանը, սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր Wikimedia Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր Մհեր Բեգարյանն էր։ Մենք խոսում էինք Wikipedia Հայաստանի այսպես զարգացումների մասին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն